Արևմտյան Հայաստանի զավակը ինչպես կրնա այդպես ներկայացնել իր սիրտով, իր ամեն ինչով Արցախի հայությունը։ Եվ այդ է իրականության պետք է հասկանանք մենքալ, ինքնալ Արևմտյան Հայաստանի տարածքում, գարինում այդ ցավերը, որ դուք ունիք ինքնալ կբաժնվի, ինչպես որ տեսակ, բայց հիմա անդրադառնանք քիչ ավելի կոնկրետ եւ ասենք հարցերի վրա։ Ուղղակի կապված մեր աշխատանքներին հետ։ Նորեն ասի անցյալ անգամ եւ նորեն ալգսեմ դատարանը հadoop գայքը ստեղծել է մեզի համար եւ այդ գայքը ձեր բողոքները ամիջապես որ գտնունին, եթե գտնունին գտեղադրեն այս գայքի մեջ։ Սա մենակ ես իրավունք ունիմ մտնելու որպես Արևմտյան Հայաստանի նախագահի իմեյլով եւ հadoop մուտքով։ Սա 2024-ի ընդունված բողոքներն են եւ ես կուզեի լավ լուրը դամ այսօր ձեզի, սա 25-ի ընդունված նոր բողոքներն են վերջին օրը ուլիսի 23-ը։ Ուլիսի 23-ը մենք այստեղ չէինք, ես որ վերադարձել եմ անդեղ, ամիջապես այդ պատասխանները ստացել եմ։ Ադորամար կուզեմ հասկանամ, որ հասկանաք, ինչ որ հիմա ցեզի ներկայացնեցի, չեք գտնելու ովևէ քաղաքական ուժը, ովևէ նույնիսկ պաստապանը, որ կարա ցեզի համար ներկայացնել։ Եթե գտել եք ինձի դերյակ բայեցեք, որ ես հասկանամ այդպես մարդ կա, ասենք թե ամբողջ աշխարհում Թիմելով Արևմտյան Հայաստանը եւ Արևմտյան Հայաստանի կառավարությունը ձեր բողոքը անցավ դատարանում։ Անշուշտ նորեն գսեմ ցեզի եւ սա պետք է իմանաք։ Ներառյալ ձեր բողոքը եւ այլն այդպես կնանք շարունակել։ Հիմա գրնա պատահել որ ցեզի համար այդքան ասենք թե հիմա որ վճիր չի գա, այդքան բայց իմացեք հարգելիներս դարվա մեջ 25000 բողոքները այդպես գերտան դատարանում մինակ 5% կընդունին եւ ձեր բողոքները այդ 5%-ին մեջ են հիմա ես մոտ 100 մի քիչ ավել բողոքներ ունիմ դատարանում իմի 22-ից ի վեր 23 24 25 հիմա պիտի մտնենք 26-ը եւ իմ գազիկով շուտով արդեն պիտի սկսենք պատասխանները ստանալ բայց ուրիշ բան կա այստեղ որ պետք է դուք ճիշտ յագլա քիչ առաջ խոսել եմ այդ մասին պետք է հասկանաք որ բողոքը դատարան թիմելով դատարանը ունի 46 անդամներ 46 դատավորներ որ ովևէ չափով անոնք նալ պետք է իրենց դիրքորոշումն ներկայացնեն ովևէ չափով ադոր համար է որ շատ բեդությունները կան հիմա եւ խորհրդարանները կան որ ստիպված են դիրքորոշումը ներկայացնեն Արցախի հայության վերադարձի հետ կապված ստիպված են օրինակ դամ դուք գիտեք Հայաստանն ստիպված է մինչև հիմա գսե այդպես խնդիր չի գա մենք պետք է լեզու գտնենք թուրքերուն հետ բայց մի ժամանակ պիտի կա գսեմ ցեզի որ ստիպված պիտի բացահայտեն իրենց դիրքորոշումը ուղղակի ցևով նույնիսկ եթե իբր թե այստեղից ճանաչում են Արցախը որպես Ադրբեջան սա արդեն անխելք քայլ մնե բայց կապ չունի դատարանին հետ ես չեմ հանելու հայցերը ես չեմ հանելու ոչ մեկը չի կարա ինձ թիմի ստիպի երկրորդ ունենք Բելգիկայի դիրքորոշումը հստակ է մեզ համար ընդունել է մեր բոլոր իրավունքները ունենք Ֆրանսիա նորեն այստեղ ալ բերդիկ հարց մնե բայց
ընդունում ենք, մեր ամեն ինչ կմտնի մեր ռազմավարության մեջ։ Օրինակ անդերի հայերը ժողովրդին օրինակ Ֆրանսիայի խորհրդարանին մեջ ցույց տալով, որ կսպառվին ձեր իրավունքները պաշտպանելով։ Ես չգիտեմ ինչով կպաշտպանեն ձեր իրավունքները, եթե դատարանում ոչ մի բան չունեն, որովհետև պետք է հասկանաք, մեկ հատ ցև կա ձեզի պաշտպանելու համար այսօր։ Ասենք երկու հատ ցև կա, կամ զինվորական է, կամ դատականն է։ Երկու հատ ցև կա, ուրիշ զինվորականության մեջ կամ գաթի վանագիտությունը կամ շատ բաներ, բայց ուրիշ ճանապարհ չի կա։ Հիմա անոնք որ մինակ կհավաքվեն եւ ձեր մասին կխոսին, կգնանք ընդունել, դա կբայեն օջախը, բայց չի նշանակե որ իսկական գործողություն մնա։ Հիմա ադորամալ մենք կխոսենք իսկական գործողություններու մասին։ Մենք չենք խոսում, մենք չենք հավաքում այստեղ մինակ ժողով ընելու, մենք հավաքված ենք այստեղ, որպեսզի դուք վերջին դերեկությունները իմանաք, որ դուք իմանաք ընդունվել է ձեր հայցը, ձեր բողոքը եւ այլն կամ ընդունված չի։ Կարամ ասեմ, ձերը ընդունված չի, կներեք, չանցավ, բայց այդպես բան չսի։ Բոլորը, որ մենք խրգեցինք, մտան դատարան։ Եվ մտան դատարան, որպեսզի վճիռը ներկայացվի։ Ինչու գսեմ այդպես, ինչու կանրատառնամ, որովհետև տարբեր ուժերը կան, որ ձեր թիմումները կհավաքեն, դուպերին մեջ կտնեն եւ կմնան իրենց օֆիսում։ Ադալ կա։ Հիմի ուրիշ պետությունները կան, որ դիրքորոշում, Ֆրանսիա ասի, Կանադա, նայեցեք, շատ պետություններ կան։ Կանադա լավ դիրքորոշում ընդունել է մեր իրավունքները։ Ունենք նալ Վատիկանը։ Հիմա Վատիկանի վրա կտեսնանք, որ Բաքուն բավական աշխատանք կտանին Վատիկանի վրա, որովհետեւ Վատիկանը ավելի շատ քաշված է իրենց կողմը։ Իմ կարծիքով չի ստացվելու։ Նույնիսկ եթե միլիարդները կտապեն, Վատիկանը բզդի խաղալիք մը չէ։ Գա Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները պետք է իմանաք, որ 87 սենատի կոնգրեսմանները բանը ընդունեցին Արցախի հայության վերադարձի իրավունքները, երբ կխոսենք հիմա մեր մեջ տող ըստա գլա, երբ կխոսենք Արցախի հայության վերադարձի մասին, ապահովված եւ անվտանգության ցևով, այդպես չէ, որ պիտի երթանք այնտեղ, Արցախը պիտի երթանք առանց մեր չամադաներով եւ այդպես չի կա այդպես բան։ Ապահովված ցևով, մեր կողմեն ապահովված ցևով, միջազգային կողմեն ապահովված ցևով։ Ինչ կնշանակե Արցախի հայության վերադարձը ապահովված ցևով։ Ինչ կնշանակե։ Եթե Արցախը Ադրբեջանի մաս կգազմի, ոնց կարաբադայել, որ օդար ուժմը պիտի գա ցեզի ապահովե, եթե Արցախը Ադրբեջանի մաս կգազմի։ Չի կա այդպես բան, որովհետև Արցախը Ադրբեջանի մաս չի կազմել, հիմա իշքան ուզում են իրենց գլուխներով խփեն բادرի վրա, չի ստացվելու։ Ադորամար ադ օդար բեդությունները, որ տիգուն կգայնեն օրինակ մեր իրավունքներու, անոնք չեն հասկանար, որ Արցախը իբր թե Ադրբեջանի մաս կգազմեն։ Կասկնան իբր թե, բայց իրենց համար Արցախը Ադրբեջանի մաս չի կազմում, եւ ադորամար գսեն Արցախի հայությունը պետք է վերադառնա անվտանգության ցևով, ապահովված ցևով, եւ անվտանգությունը եւ ապահովումը պիտի կազմակերպվի եւ միջազգայինորեն եւ Արցախի հայության մեզի հետ, մի խոսքով, մեզի հետ։ Ուրիշ ցև չկա, ձեր վերադարձն ուրիշ ցև չունի իրականության։ Եվ ուրիշ բան մը գա, որ կգաբեմ ես մեր աշխատանքի հետ։ Իսրայելի դիրքորոշումը։ Իսրայելն ալ գաբունի Եվրոդատարանին հետ։ Եվ
Իսրայելը անցյալ շաբաթ, ասենք թե ավելի ճիշտ իսրայելական կառավարության վարչապետը ընդունեց հայերի ցեղասպանություն եւ ամեն դեր տարածվեցավ։ Իրենց շատ թեթև ցևով, բայց ընդունեց։ Հիմա հարցը սա չէ։ Ինչ կապ ունի Իսրայելի որոշումը այսօրվան ընդանուր իբր թե քաղաքական դաշտի հետ։ Ինքն էլ է ցեղասպանվել։ Չէ, բայց հարցը մենք ես կուզեմ հասկանամ, ոչ մեկը եթե կտեսնակ չի անդրադառնա հատ հարցի վրա, չի վերլուծի այդ հարցը եւ չի կրնա բացատրել ինչի համար այսօր Իսրայելը կառավարության վարչապետը որոշել է իսրայելական կառավարության վարչապետը որոշել է ճանչնալ Արևմտյան Հայաստանի հայերու դեմ կատարված ցեղասպանություն։ Մեկը ցեզի հետ ուղղակի կապ ունի, երկուս ուղղակի կապ ունի մեր մյուս դատավորությունները, որ գնենք, օրինակ միջազգային դատարանում լագի, օրինակ Գերմանիայի դեմ եւ այլն։ Բայց նորեն Իսրայել որպես դատարանի անդամ պետք է ինքը որևէ չափով դիրքորոշում ներկայացնի։ Adorama պետք է հասկանանք, ոչ մի բան այս աշխարհում կբադայի բադական ձևով։ Այդպես բան չի գա։ Դուք մի մտածեք, որ վաղը միսօր մի պետություն պիտի ժողով մնե, իրենց որոշում ներկայացնի Արցախի հայության վերադարձի համար եւ այդպես եկավ։ Ուղղակի այդ ամեն ինչ կապ ունի դատարանի ձեր գործողության հետ, ձեր բողոքներու հետ կապված։ Սա պետք է ճիշտ իմանանք։ Ասենք թե ձեր հարցը նորեն դակ է, դուք գիտեմ դարիները կանցնին, մեր կողմեն քանի տարի է սպասեցի։ Մեր ցեղասպանությունը սկսել է 1894-ը Աբդուլհամիդի երկուսի գունդերով։ Կոդորե հadouk գունդերը ստեղծեցին մեզի կոդորելու համար։ Հասկանաք իմ ասածս։ Ասենք թե եւ նոր է եւ 2015-ը երբ Ժոակիմ Գրոն հայտարարեց, որ Գերմանիան մասնակցել է Արևմտյան Հայաստանի հայերու ցեղասպանություն, ոչ մեկը 10 տարի է սպասեցի, ոչ մեկը չարձագանքեց Գերմանիայի վրա։ Կպատկերացնեք, բայց ասենք թե ամեն ինչ մեր մոտ ցևական է, չէ՞։ Հիմա նորեն գսեմ ցևի, Արևմտյան Հայաստանին է, ինչպես որ ինձ կճանչնակ 30 տարի առաջ կամ 35 տարի առաջ, ես նույնն եմ, չփոխեցի։ Իմ մոդս ոչ մի բան ցևական չէ։ Եվ մենք այդպես ենք, դուք ալ գիտեք, բայց թող բոլորը իմանան, մենք այդպես ենք, եթե մենք բանը որոշեցինք, այդ բանը կկատարենք։ Մենք որոշեցինք Մարտակերտը պաշտպանել, նույնիսկ կոմանդոսի հրամաներով ես չի դեղափոխեցի Ստեփանագերտ, մնացի Մարտակերտի անտառներում։ Adorama եւ նույնիսկ կարողացա կոմանդոսի որոշումը փոխել, հրամանը փոխել։ Վերջի վերջո ինձ եսավ կնա վաղվասի ճանապարհը, կդրե որպեսի չմտնեն կանցասարը։ Adorama գսեմ ցեզի, երբ մենք բամը կորոշենք, բամը գիրականացնենք։ Եվ գիրականացնենք, որովհետև արդար է, որովհետև համապատասխան է մեր ոչ մեկ չի կրված, որ Ադրբեջանը իրավունք ունի անցյալ անգամսի մեզ մեկ մաս քաշելու։ Եթե ինքը այդ անցակոզությունները կատարվեցավ, ինքը պիտի պատասխան տա։ Շնորհակալություն ցեզի։